bir Ermeniye yapmadılar. Անգամ հայերի հետ այդքան վատ չեն վարվել ադրբեջանցիները։ Թուրքական շինարարական ընկերությունը կռիվ է գցում մեկ ազգ երկու պետություն լոզունգը առաջ տանող Ալիևի ու Էրդողանի մեջ։ Օկուպացված Արցախում թուրքական Արենոլ գրուպ շինարարական ընկերության տնօրեն Թոլգա Շահինը տեսաուղերձով դիմել է Թայիպ Էրդողանին։ Türkiye Büyükelçisi Նա պնդում է, որ ադրբեջանցիները իր ընկերության միջոցները յուրացրել են, kendisi bize գործարանները բռնագրավել, իրեն էլ սպառնացել։ Cahit Bağcı'ya durumu bildirdi. Մենք այս իրավիճակի մասին տեղեկացրել ենք Թուրքիայի դեսպան Ջավիդ Բաղչիին։ Նա ասաց՝ հանգիստ եղեք, կկարգավորենք։ Sayın Cumhurbaşkanı. Պարոն նախագահ, նրանք ներխուժել են մեր տուն ձևանալով ոստիկաններ։ Թուրք գործարարի տնից զենք են բռնագրավել։ Evinden silahlar çıkarttılar. Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի։ Bir Ermeniye Էրդողանին ուղված այս տեսաուղերձում թուրքական շինարարական ընկերության սեփականատերեր ամուսինները պնդում են, թե նախագահ Ալիևի ավագ դուստր Լեյլայի անունն են տվել իրենց սեփականությունը բռնագրավելու ժամանակ։ Էրդողանը չի արձագանքել իրեն նամակ գրած բիզնեսմենին։ Ծպտուն չեն հանում նաև Ադրբեջանում։ Bizzat Sayın İlham Aliyev Նախագահ Իլհամ Ալիևը եւ Մեհրիբան Ալիևան անձամբ ներկա էին մեր կառուցած շինությունների բացման արարողություններին։ 44-օրյա պատերազմից հետո է թուրքական շինարարական ընկերությունը օկուպացված Լաչինում եւ Քարվաճառում 44 նախագիծ իրականացրել։ Դպրոցներ, գործարաններ, հյուրանոցներ ու զինվորական կացարաններ են սարքել։ Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքներ գրում են, թե այս սկանդալը բացահայտում է այսպես ասած Ղարաբաղյան վերածննդի իրական գինը։ Ու դա ոչ թե ազգային նախագիծ է, այլ կերակրատաշտ Ալիևների ընտանիքի համար։ Ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան TV-ին մի հետաքննության պարզել էր, որ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած շրջանների վերակառուցման համար մրցույթներում հիմնականում հաղթում են Ալիևի ու Էրդողանի մերձավորները։ Մոտ $100 միլիոն մի ծրագրում Էրդողանի խնամիներն են ներգրաված ու ադրբեջանական Փաշա հոլդինգը, որ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ընտանիքինն է։ Ադրբեջանի կառավարությունը մոտ $3 միլիարդ է հատկացրել Ղարաբաղի այսպես ասած վերականգնման համար։ Մրցույթներում 30-ից ավելի թուրքական ընկերություն է շահել։ Ինչու են հիմա Ղարաբաղում ճնշում թուրք բիզնեսմեններին։ Արդյոք Ադրբեջանի իշխանությունը հասկացել է, որ փողեր կարելի է լվանալ առանց մեծ եղբոր աջակցության։ Ղարաբաղում փոքր կոռուպցիոն գործերի մեջ են նաև Ալիևի քաղաքացիները։ Ադրբեջանցիները նվեր ստացած բնակարանները, որոնք պետության սեփականությունն են, վարձով են տալիս։ Ամիսներ առաջ Բաքվում գործող Բիրլիկ Էմլակ անշարժ գույքի գործակալությունը բնակարաններ է գովազդել Արցախից։ Մեկ օր հետո ջնջել այդ հայտարարությունները։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։